Բարև ձեզ, հարգելի հետևորդներ, ես նորից գտնվում եմ հակակոռուպցիոն դատարանում, որտեղ մեր կազմակերպությունը զբաղվում է հակակոռուպցիոն դատարանում քննվող վարույթների գործերի մոնիտորինգով, մշտադիտարկումով։ Այսօր մենք եղել ենք Երվանդ Զախարյանի եւ նրա անբաժանելի մաս Կարեն Դավթյանի վերաբերյալ դատաքննությանը, որը իցավս ինձ հետաձգվեց, դատավոր նախագահ դատավորներ Գիվի Հովհաննիսյանը եւ առաջի անգամ հակակոռուպցիոն դատարանում արգելվեց տեսանկարահանում, լուսանկարահանում եւ ուղիղ հեռարձակում։ Այն որ Երվանդ Զախարյանն ու Կարեն Դավթյանը որոշեցին, որ իրանց չի կարելի նկարել, ուրեմն երիտասարդության պալատը ծախելուց ամենտեղ նկարվում էին, բայց երբ որ դրա համար պետքա պատասխան տան, երևի հասկանում են, որ լավ բան չեն արել, որտեվ լավ բան արած մարդը երբևէ չի խուսափում լուսանկարահանվելուց, տեսանկարահանվելուց, մտածելու, որ հանրությունը ծափ կտա, կասի ապրի Երվանդ Զախարյանը, երկար կյանք Կարեն Դավթյանն։ Այսինքն այս մարդիկ հասկանում են, թե իրանք ինչպիսի վնաս են հասցրել, եւ սա ընդամենը մի գործ է, մեր տեսադաշտում ինքը վաղուց է, բայց հիմա հատուկ ուշադրությամբ ենք հետևելու, իսկ դատախազը բնականաբար Տիկին Վարդապետյան դատախազը շատ լոյալ վերաբերմունք ցույցեց, այսինքն դեմ չէր, որպեսզի լիներ ուղիղ հեռարձակում։ Հիմա այստեղ հարցին անում է, թե ինչի դատավորը մերժեց, որտեղ դատավորը դեմ չէր, դատախազը դեմ չէր, կարելի էր այդ ոչ ֆոտոգենիկ ամբաստանարներին չնկարել, բայց դատական նիստի ուղիղ հեռարձակում, որովհետև սա հանրային գործ է, եւ հանրության հետաքրքրության կիզակետում է գտնվում։ Ես ուղղակի սենց շատ հպանցիկ ուզում եմ հիշեցնեմ ինչ էր եղել, գիտեք, որ երիտասարդության պալատը, կուկուռուզնիկը, մեր ասած կուկուռուզը, որտեղ ամենայն դեպս իմ տարեկիցները մեր համար ինքը հիշողություններ էր, սրանք իրենց փողի համար վաճառել են մեր հիշողությունները, ըստ դատախազության տեղեկության Երվանդ Զախարյանը ուղիղ վաճառքով Կարեն Դավթյանի խիստ ջերմ մոտիկ աջակցությամբ 4.4 միլիարդ դրամ պակաս շուկայական գնով ուղիղ վաճառքով վաճառել էր Ավանգարդ Մոտորսին։ Հիշեցնեմ, որ Ավանգարդ Մոտորսի միակ Ավանգարդ Մոտորսն էլ գրանցված էր Վիրջինիան Այլանդում, մենք Սևանի թերակղզում չէին կարող գրանցեին, իրանց համար պետքա Վիրջինիան կղզիներ, այսինքն օֆշորային կազմակերպություն, որ դա եղել է միակ մասնակիցը, այդ հոլդինգի անունը չեմ էլ հիշում, ինձ անհետաքրքիր է այդ արտասահմանյան անունները, սա եւս շատ հետաքրքիր է, թե ոնց է քաղաքապետարանը որոշում կայացրել օֆշորում գրանցված մի կազմակերպության ուղիղ վաճառքով 4.4 միլիարդ դրամ պակաս գնով վաճառել, այսինքն այս բնականաբար կատարվում է այն ժամանակ, երբ որ կա անձնական հետաքրքրություն եւ օրենքի խախտման, բնականաբար այս ամեն ինչը կատարվել։ Հիշեցնեմ, որ Երվանդ Զախարյանը 2003-ից 2009 թվականը եղել է քաղաքապետ Երևանի եւ այստեղ հարցը գիտեք ինչու՞ն է, երիտասարդության պալատի տակի գտնվող հողը, դա եղել է պետական հող, վարձակալությամբ հանձնված, բայց մեր երկրում ով եկավ Երևան քաղաքի քաղաքապետ, ինքը որոշեց, որ ինքը Երևանի բդեշխն է, Երևանում սաղ իր տնեցիքի ու իր անձնական սեփականությունն է, այսինքն այս մարդը պետական հողը, սրանք պետականը սեփականից չեն ջոգում, որ ասում է պետական ու սեփական հավերը խառնել են իրար, ուղիղ սրանց է վերաբերվում, իսկ պարոն Գիվի Հովհաննիսյանին եւս մեկ անգամ ասեմ, որ հաջորդ դատական նիստերին բնականաբար հակակոռուպցիոն բլոգը գալու է եւ կարծում եմ, որ պետքա վերանայել որոշումը, որովհետեւ հանրությանը հետաքրքիր է։ Երվանդ Զախարյանն ու Կարեն Դավթյանը չեն ուզում, թող չնկարվեն։ Իրանց դեմքերը բոլորն են ճանաչում, 5 րոպե հետո այս նույն եթերը կտեղադրեմ, իրանց նկարները կդնեմ։ Այսինքն սա ընդամենը ձև է, կամ կարծում եմ, որ իրանց մեջ ամոթն ու խիչն է արտնացել։ Ընդամենը այսքանը, հետևեք մեզ, որովհետեւ մենք շարունակաբար այս լուսաբանելու ենք, որտեվ սրանք իրականում մեր ամբողջ հիշողությունները գողացան ու տարան, մեր երիտասարդության հիշողությունները տարան։ Սա գողանալ բառը, որ սենց չկախվեն իմ բառերից, բայց սա իրականում բա հիշողությունների ինչ էր, գողություն չէր, եւ գիտեք ինչն է, մեկ էլ հետաքրքիր է, մոռանում եմ ասեմ, որ այդ Ավանգարդ Մոտորսը լնայք որ թվից է առել, արդեն 20 տարին լրացել է, արել է ինչի համար, որ շինարարություն չանի, թե ուղղակի պետք է փողեր լվալ,
Երևան Զախարյանին պետք էր ծախել, Avangard Motors-ին Virginian Island-ում օֆշորային պետք էր փող լվալ, առնել ու թքած ունեն բոլորը մեր քաղաքի ճարտարապետական կոթողների վրա, մեր հիշողությունների վրա, մեր ապրած կյանքի, որովհետև իրանք Երևանը չեն սիրում։ Իրանց համար Երևանը շին հրապարակ է, որտեղ իրանք կարան ուղղակի փող լվան ու փող աշխատեն։ Այդ Գևորգ, չգիտեմ ինչանը, չեմ էլ հիշում ազգանունը, այդ Avangard Motors-ի տարիներ առաջ հարցազրույցներ էր տալիս, որ Ճապոնիայից եկել է ճարտարապետ, հեսաբան սարքում են։ Ինչն է սարքում։ Անհապաղ այդ տարածքը ընդհանրապես պետք է պետականացվի։ Ինչ Գևորգ, ինչ Վիրջինիա, ինչ էս, ինչ են։ Դա մեր երկրի սեփականությունն է։ Դա ոչ Երևան Զախարյանն է իր հոր տնից բերել, ոչ Կարեն Դավթյանն է իր զոքանչի տնից բերել, ոչ էլ Avangard Motors-ը Virginian Island-ում գրանցված, Ճապոնիայից ճարտարապետ են բերում, ինչի մենք Երևանում ճարտարապետ չունենք, այդ հեքիաթները թող պատմեն։ Ընդհանրապես, Երևանը սարքել են շին հրապարակ ու փողերի լվացման կենտրոն, մացենց մեծ լվացկատուն են բացել։ Սա անթույլատրելի է եւ մենք հիմա հաջորդաբար մոտ օրերս Կարեն Դավթյանի վերաբերյալ մեր կազմակերպությունը մեկ այլ գործով կներկայացնի արդեն հակակոռուպցիոն կոմիտե հաղորդում հանցագործության վերաբերյալ, թե Կարեն Դավթյանը որ հասցեում է փորձում իր նախկինում աշխատած փողերը լվալ, այդ ամաչկոտ տղան, որ այսօր չուզեցավ հանգարց նկարվի, այդ տղան Սերոբ Դայանի եւ Գագիկ Խաչատրյանի փողերի լվացումը ոնց է հիմա զբաղվում։ Մոտ օրերս ուղղակի մենք միշտ հիմնավորված ենք հաղորդումները ներկայացնում գրավոր, մոտ օրերս կլինի դա ու դրան էլ հետամուտ են կլինելու, որ այդ 3 սուբյեկտներ ես չեմ թողնելու, որ տարիներ գործեր քննվեն։ Չէ, այն մուրճը, պողպատե մուրճը տեսնելու եմ ձեռքս եւ գնամ բոլոր մարմինների հետևից, որպեսզի այդ 3 սուբյեկտը, որոնք զբաղված են փողերի լվացմամբ մեկ այլ հասցեում, նրանք իրենց արժանի պատիժը պետքա կրեն։ Կարեն Դավթյան, դու որ չես ուզում նկարվես, հետո տարբեր պոզաներով ես նկարվելու, դատվելուց առաջ։ Լավ մնացեք։